որևէ մեկ իրան պիտի Աստծո տեղ չդնի։ Որքանով է էթիկապես ճիշտ մարդուն համարել ռեսուրս։ Ես էստեղ եմ, դու էստեղ, ես դարձա խոցելի։ Ձեզ մեկ ասուտ են ասելու, օքեյ, չեն սիրում HR-ներին։ Ավետիք Իսահակյանի թանգարանի հետ համատեղ նախագիծ արեցիք հայ հեղինակների միտքը բերել էիք բիզնես ոլորտ։ Դե ասում եմ պատմեք ձեր մասին, ցենց այդ գրած է։ Չգնաք ու մի անգամից ասեք ես եմ, եկել եմ։ HR-ի մասին ով է հուք տանում։ Այդ իմաստը աշխատանքի մեջ, եթե դու չունես, դժվար է շատ։ Գյումրեցի ես ու ունես շատ ուժեղ հումորի զգացում։ Չի անգամ որ բախվեցի հումորի հետ, հենց երկրաշարժի օրերն էր, ով ինձ վատ բան է արել, շատ լավ հիշում եմ։ Սա մասնագիտական ներկայությունը ապահովելու համար է անբացատրելի է, really, չեմ կարող ասել, ում ես օգնության կարիք ունես, ասա, խոսի դրա մասին։ Ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու հասկանում եմ, որ շատերիդ հաճելի չէ բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակի կոճակը, բայց այդ 3 անվճար եւ պարզ քայլերն են ամենաարդյունավետ տարբերակը մեզ աջակցելու, որը ձեզնից կխլի ընդամենը մի քանի վայրկյան։ Արդյունքում մեր ոդկասթն էլ ավելի շատ կտարածվի եւ հասանելի կլինի լայն հանրությանը։ Մեզ կարող եք աջակցել նաև Re-Armenia հարթակում, միանալով ամսական բաժանորդագրությամբ ցանկացած գումարի չափով։ Իսկ մենք ձեզ կուղարկենք կադրից դուրս հատվածներ եւ վերջին հարցի հյուրերի ճիշտ պատասխանը, որը նկարահանել ենք հատուկ ձեզ համար։ Շնորհակալություն։ Ողջույն։ Այսօր իմ հյուրը Մարիաննա Էդիլյանն է, Viva Armenia-ի HR ղեկավարը։ Մարիաննա ջան, ողջույն։ Ողջույն Լիլիթ ջան։ Ո՞նց ես։ Շատ լավ, ոգևորված եմ, շատ ուրախ եմ։ Վստահ եմ հավես զրույց ենք ունենալու։ Հաստատ։ Ինչ ես անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ ես լինում։ Նենց հետաքրքիր հարց տվեցիր, որտեվ 10:30-ը այն ժամն է, որ աշխատում եմ մի քիչ ազատ պահեմ։ Բոլոր հանդիպումներս կամ նշանակում եմ այսպես 9:30, որ վերջացնեմ մինչև այդ, կամ 11-ից հետո։ Հիմնականում կամ մի հատ նամակների վրայով եմ անցնում, կամ պտտվում եմ գրասենյակով, մի հատ որ խոսեմ մարդկանց հետ, կամ ինչ-որ ստեղծագործ ինչ-որ բանով եմ զբաղվում, հա, այդ կամ ինչ-որ կարդացած նյութի վերլուծություն եմ նայում։ Այդ իհարկե եթե այնց օր չի, որտեղ որ շտապ ինչ-որ բան կա, որ անպայման պիտի անեմ, հա։ Իսկ երեկոյան 10:30-ին որտեղ ես լինում։ Երեկոյան 10:30, 99%-ով դիվանի վրա եմ։ Որովհետև արդեն ոնց որ ընթրիք արված է, սուրճը խմված է, վերջի լվացքը հիմնականում փռված է եւ մենք ինչ որ ամուսիներով սերիալներ ենք նայում։ Հիմնականում այդ ժամը, այն որ իրար վրա ենք նայում, ասում ենք մի սերիալ նայենք, թե չէ, այդ վերջի կամ նախավերջի սերիայի ժամն է։ Ինչ լավ ֆիլմեր եք նայում, սերիալներ, որ խորհուրդ կտաս։ Հետաքրքիր բաներ, որ տենց նայում ենք կամ սիրում ենք այսպես դետեկտիվնի ինչ-որ ժանրից, որտեղ որ միշտ ամուսինս ասում է դու ավելի շուտ ես հասկանում, բայց այդ խելքի հետ կապ չունի, ինձ թվում է չափազանց շատ սերիալներ նայելու հետ կապ ունի, ամերիկյան հիմնականում արտադրության ու Netflix-ի, այսպես ասեմ։ Կամ եթե ինչ-որ բարի բան է հնչում, այդ ինչ-որ բարի, հա, որ happy end լինի անպայման, իսկ եթե չէ, Friends-ը ընկերներ, հա, Friends սերիալ կա ու կա, որ միշտ եթե այսպես մի փոքր նեղված օր է լինում, մի հատ ասում ես, 2 սերիա Friends-ը, ամեն մեկը 20 րոպե է, էլի, այտենց հարցը լուծում է բավականին հավեսով։ Դու ոնց նշեցի HR ղեկավար ես, HR-ը դե human resource, մարդկային ռեսուրսների ղեկավար։ Այ ուզում եի իրար հետ խոսեինք, որքանով է էթիկապես ճիշտ մարդուն համարել ռեսուրս, հիմա նույնիսկ բանավեճեր կան, չէ՞, ռեսուրս թե կապիտալ։ Մի փոքր բառընտրությունից խոսենք եւ ինչ իմաստ է արտահայտում դա։ Նախ չմոռանանք էվալյուցիան, կադրերից եկած, չնայած ասեմ մինչև հիմա Հայաստանում լիքը ընկերություններ կան, որոնք կադրերել ասում են, լիքը մարդիկ կա ընկերության մեջ, որ կարող եմ մի հատ ասեմ կադրեր։ Կադրային գործը լրիվ դնել մի կողմ չի կարելի, որտեղ ինքը իրականում բազան է, հա, ֆունդամենտն է ամեն ինչի, ինչ HR-ը այսպես ասում է։ Չմոռանանք, որ ինքը նաև տարբեր ձևի է կոչվում, տաղանդների կա,
կառավարում, նաև ոչ միայն պաշար, ակտիվ, հա, ինչպես ռեսուրս բացի այդ ամեն ինչից։ Բառը ինքնին համաձայն եմ քո հետ, այս վերջերս էի հենց կարդում, որ գուցե այդպես չկոչենք, որովհետև նախ իմ համար մարդը ռեսուրս չի, այո, մարդը հենց շինարարն է այն ամեն ինչի, որ կատարվում է։ Ու իրոք դա այդպես է, դա բառեր չի, խոսքեր չի, որովհետև առանց մարդկանց, ինչքան է ուզում ենք խոսենք, վստահ եմ սա հարցերս տալու արհեստական բանականություն, բան ինչ-որ տես բաներ, կամ նույնիսկ եթե չէ, հաստատ իմ ու քո զրույցի մեջ այդ պահը կգա, ամեն դեպքում այդ ամեն ինչն էլ աշխատեցնող մարդն է։ Այդ առումով եթե նայես ռեսուրս ինչ որ մի բան անելու, հա, կարող ես քեզ անջատես ու ասես, որ ինչու ոչ։ Բայց եթե իրեն նայես ավելի գլոբալ, որ ինքը քեզ օգնում է քո ընկերությունը հասցնել ճիշտ նպատակի, ճարտարապետն է այն ամեն ինչի, ինչ դու անում ես, միշտ ասում եմ մեքենան ոնց կոչես, ինքը այդպես էլ կգնա, չէ՞։ Հիմա եթե մենք ուղակի մարդկանց անունը դնում ենք ռեսուրս, իրենք հենց այդպես էլ կվերաբերվեն քեզ, այսինքն դու ինչ ես ուզում անես։ Դրա համար տարբեր ձևով կարելի անել ու վստահ եմ կգտնենք ապացույցներ այս կամ այն թեորիայի մեր ասած, որտեղ ինքը բոլոր տեսակներով կա։ Հիմա գոյություն ունի այդ բառը անունը։ Դրա համար ես չէի կոչի այդպես, բայց եւ այնպես դեռ կլասիկ ձևով human resource կոչվում է եւ մարդկային ռեսուրսներ կոչվում է, ուղղակի արդեն լիքը բան կախված է նրանից, թե մշակույթդ ինչ ձևի է եւ դու ինչ ձևով ես վերաբերվում քո մարդկանց կոնկրետության։ Դու նաև շատ հարցազրույցներ ես ունենում տարբեր մարդկանց հետ աշխատանքի ընդունելու համար ու շատ հաճախ բոլորս գիտենք, որ մարդիկ ոչ միշտ են իրենց մասնագիտական իրական կարողությունները ցույց տալիս հարցազրույցի ժամանակ, կարողանում են շատ լավ փաթեթավորել իրենց եւ թվալ ոչ թե լինել։ Այ ինչ հարցերի ու տեխնիկաների միջոցով ես կարողանում տարբերակել եւ ընտրել ապագա թիմակիցների։ Նախ հիմա այստեղ ճշմարտության պահն է գալիս, անպայման արի ֆիքսենք, որ այս վերջերս, նո վերջի մի քանի տարին ես կարող եմ ասել եւ ID բանկում եւ հիմա Viva-ում քիչ եմ մասնակցում հարցազրույցների, որովհետեւ ունենք հրաշք թիմ Viva-ում, մեր հավաքագրող մասնագետների ապրեն երեխեքը, որ իրականում մեր Viva մարդկանց մեջ ունենք 3 հոգի, ովքեր որ ամբողջ, ասենք Viva-ն մոտավորապես 1200 հոգի մարդ է, ու լիքը մեծ բավականին քանակությամբ հավաքագրում ունենք եւ մեր հավաքագրող թիմն է դրանով զբաղվում։ Ես ներգրավում եմ, երբ որ կամ բարձր հաստիկների դեպքում է, կամ եթե խնդրահարույց դեպք է, կամ եթե մեկ այլ աչք կամ կարծիք է պետք ու հենց իմ ոնց որ թիմակիցներին իմ կարծիքն է պետք։ Բայց եւ այնպես դա կապ չունի, մենք ունենք նույն մոտեցումը, քանի որ եւ զրուցում ենք իրար հետ եւ մեր ստրատեգիան ենք միասին գրում, այսինքն ոնց ենք մենք շարժվում առաջ եւ ոնց ենք մենք ընտրում, դա բոլորիս մոտ նույնն է, հա։ Սկսենք նրանից, որ մարդը իրոք պետք է ուզենա աշխատել, գուցե թվա շատ ռոմանտիկ, բայց մի հատ հələ պիտի այդ մարդու մեջ իրոք լինի ցանկություն աշխատելու։ Շատ են, գիտես, լինում դեպքեր, որ ասում է մարդը ասում է ես ուզում եմ աշխատեմ, ասում ես օքեյ, վաղը կարող ես միանալ։ Չէ, վաղը չեմ կարող միանալ։ Արդեն սկսվեց, որ փաստորեն վաղը դու չես ուզում աշխատես, երբ ենք ուզում աշխատենք, հա, նախ դրա համար միշտ խորհուրդ եմ տալիս ուսանողների հետ հանդիպելիս կամ ինչ որ զրույցի ժամանակ որ լինում, միշտ խորհուրդ եմ տալիս, ասում մի հատ կողմնորոշվեք, երբ կարող եք միանալ որևէ տեղ, էական չի ուր, հա, նախ սկսենք այնտեղից, որտեղ եք ուզում աշխատել, այդ ոլորտը ինչպիսին է, ինվենտարիզացիա եք անում ինքներդ ձեզ, ձեր հմտությունները, ձեր գիտելիքները, ով եք դուք, մի հատ բարձում ենք, հավաքագրող մասնագետեն միշտ մի հատ բառ կա, hate են անում, մի քանի հարցեր կա, ես այս վերջերս նույնիսկ շարք արեցի չսիրված հարցերի, որոնց համար չեն սիրում HR-ներին։ Հարցերից մեկն է ուժեղ թույլ կողմերը։ Բոլորը ասում են, լավ ինչի եք այդ տափակ հարցերը տալիս։ Գուցե եւ, բայց եկեք այսպես ասենք, անկախ նրանից ով է ձեզ այդ հարցը տալիս, ինքներդ ձեզ այդ հարցը գոնե տվեք։
թող ոչ մեկ ձեզ այդ հարցը չտա, հա, բայց դուք ձեզ հարցրեք որն է իմ ուժեղ կողմը, որն է իմ թույլ կողմը, եթե շատ սիրտը կնեղվի, հոգին շատ կճմլվի, թույլ չկոչենք բարելավման կողմ ու սկսենք այդ առումով աշխատել։ Ընդ որում հիմա շատ ինչքան գրականություն կարդում եմ, հիմնականում ասում եմ, որ ուշադրությունը պիտի ուժեղ կողմի վրա դնես, որ բարելավում ես ուժեղ կողմդ, ոնց որ թույլը քիչ ուժերը տանում է, հա, ուժը կտանի։ Բայց եւ այնպես parzել ով ես դու, ինչ կարող ես լավ անել, քո յուրահատկությունը որն է, այս գոնե այդ պահերը անկախ ամեն ինչից պիտի parzես։ Ու երբ գալիս է մարդ, ով դու միանգամից տեսնում ես, որ լույս է վառվում, էներգիա կա, մարդը ուզում է քո մոտ աշխատել, գիտակցում է ուր է եկել։ Հաջորդ հարցը այնա, որ ինչի եք ուզում մեր մոտ աշխատել։ Դրա համար էլ է HR-ներին, բոլորին ինչ ասես ասվում է, գիտեք, որ ձեզ մեկ ասուտ են ասելու։ Okay, հա, պարզ է, որ բոլորը պատրաստվում են, բայց իրականում երբ մարդ հասկանում է գիտակցելով ինչու է եկել տվյալ ընկերություն, զրույցի ժամանակ դա շատ ակնհայտ զգացվում է։ Ու նորից ասեմ, ձեզ կարող են այդ հարցը չտալ, բայց ինքներդ ձեզ որպես տեխնացու այդ հարցը տվեք, թե ինչու եք եկել տվյալ ընկերություն, հենց ինչու է այստեղ։ Ու կարող եք լինել շատ ազնիվ, այսինքն ուղղակի ուզում եմ օրինակ տելեկոմ ոլորտում աշխատեմ, բանկային ոլորտում աշխատեմ, ուղղակի աշխատանք է պետք։ Լրիվ ընդունելի է, եթե ճիշտ ընկերություն է, ճիշտ հավաքագրող մասնագետ է նստած, ով պրոֆեսիոնալ է, կհասկանա ոնց պատասխանեցիք եւ ճիշտ հետեւությունները, համապատասխան հետեւությունները կանի։ Սրանց ոնց որ շատ ռոմանտիկացա, եթե ամփոփեմ, մարդ պիտի ուզի աշխատի, ունակ լինի տվյալ գործը անելու եւ ունենա տեխնիկական կամ կոշտ հմտությունները եւ փափուկ հմտությունները կամ ինչպես հիմա ասում են կյանքի հմտությունները։ Այդ երկուսը եթե կա, հետո արդեն սկսվում է շատ հավես համագործակցությունը։ Ընտիր։ Zappos ընկերությունը իր աշխատակիցների հավաքագրման փուլում երևի թե գիտեք $2000 է նվիրում այդ կերպով երկարաժամկետ կտրվածքով խուսափելով ավելի մեծ ֆինանսական կորուստներից ու մտածում էի, որ Հայաստանում դա կիրառվեր, քանի տոկոս բաներ դիմողներ կընդունվեին աշխատանքի, քանիսը չէ։ Ես իրականում մի անգամ հիմա ուղղակի ընկերությունից չեմ ասի, շատ շուտ, բայց տարիներ առաջ հայտարարության մեջ տեսել էի հենց միանալու թիվ կա ու ես ինչքան գիտեմ էլի կա տեղեր որտեղ այն կիրառվում է եւ աշխարհում եւ Հայաստանում բավականին էլ մեծ թիվ էր, ասեմ բավականին ավելի բարձր քան հենց հիմա դու հնչեցրեցիր, շատ ինձ հետաքրքիր էր, հա, բայց դրա փոխարեն կա նաեւ ուրիշ ծրագրեր, որ ընկերություններ ունեն ու շատ ընկերություններ ունեն, դա ռեֆերալն է, երբ որ դու խորհուրդ ես տալիս, այսինքն քո թիմա դու որպես թիմակից խորհուրդ ես տալիս մեկ այլ թիմակցի եւ դրա համար քեզ ընկերությունը վճարում է հենց որ մարդը փորձաշրջան անցնի։ Այնտեղ համակարգը կարող է տարբեր լինել, ամեն ընկերություն ոնց որ իր գիծը կգծի ու կասի հիմնական կանոնները, համակարգ չէ կանոնները, բայց ծրագիրը կա։ Ուղղակի ինչ որ դու ես ասում, հետաքրքիր է շատ ու ասում եմ մի անգամ եմ հանդիպել օֆիցիալ, որ հենց հայտարարության մեջ նշված էր ճիշտ ասած։ Հետաքրքիր էր։ Այդ ռեֆերալների մասին էլ, հա, առաջ թեպետ շատ առիթ ունեցել ես խոսելու, բայց շատ տարածված էր, որ ծանոթով ընդունվում էին աշխատանքի եւ դա վատ էր դիտարկվում, բայց հիմա նույն այդ ռեֆերալ կամ պարգևավճար ստանալը ավելի պարտավորեցնող է, որ քո անունով ես, քո անունից է ինչ որ մեկը գալիս գործատուի մոտ ու ավելի մեծ պատասխանատվություն կա, հա, ով է լինելու այդ մարդը, ում դու ես առաջարկել։ Ուրեմն մի ընկերություն կար, էլի արի հələ որ անունն այդպես չնշեմ, որտեղ հստակ այսպիսի բան էր դրված, որ դու խորհուրդ ես տալիս մարդուն եւ եթե ուղղակի դա շատ տարիներ առաջ էր, հիմա դա չի արվում, այդ ընկերությունը չկա, ասեմ արդեն, բայց այսպես էր, եթե ընդունում էի քո երաշխավորությամբ ընդունվում էր աշխատողը, եթե այդ աշխատողը փորձաշրջանը չէր անցնում կամ 1 տարվա ընթացքում որևէ խնդիր էր լինում իր հետ եւ ինքը դուրս էր գալիս,
դու իր հետ պիտի գնայիր։ Շատ ինքը այսպես լուրջ էր մոտենում ընկերությունը այդ ամեն ինչին ու կիրառվում էր, որ այսինքն մարդ իր վրա հանձ էր վերցնում, հա։ Հետո իհարկե կան նրան, որ չէ, այդ ամեն դեպքում այդքան է արդարացված չի, իսկ այն ինչ որ հիմա է ավելի նորմալ եւ ցիվիլ է արվում, այսինքն դրվում են հստակ կանոններ միացավ մարդը, ընդ որում կարող է տարբեր լինել։ Կանոններից մեկը այսպես կարող է լինել միացար, ասենք օրինակ, հա, 10 կոպեկ ստանում ես ու վերջ։ Հաջորդը կարող է լինել միացավ, 10 կոպեկը ստացար, 3 ամիս հետո փորձաշրջանը անցավ, եւս 10 ստացար, օրինակ եմ ասում, հա։ Նաեւ կան ընկերություններ, որտեղ որ հաստիկները տարանջատված են։ Օրինակ, ինչ որ մի հաստիկ բերելը ավելի թիվը կարող է լինել ավելի փոքր, քան օրինակ մի հաստիկ, որը դժվար է կամ ռազմավարական է կամ դժվար է համալրվում, ընդ որում ղեկավար հաստիկ է, կապ չունի։ Կարող է ունենալ եւ կարող է չունենալ, հա, ինքը կադրային խնդիրների կախված նրանից ընկերությունը ինչ կադրային խնդիրներ է լուծում ու արդեն հենց փորձաշրջանը անցավ, տվյալ մարդը ով երաշխավորել էր կամ ռիֆեր էր արել, հա ոնց որ արդեն գումարը ստանում է։ Հետո դե արդեն տեսնենք ինչքան է ապրում։ Ու կան ընկերություններ, որոնք սպասում են, օրինակ, եթե դու Լիլի ջան արդեն երկրորդ, երրորդ մարդուն ես երաշխավորում, կարող է թիվը դրանից բարձրանա։ Կարող է նույնը մնա։ Այսինքն, քանի որ այս մասը օրենքի հարց չի, հա, ամեն մի ընկերություն իրենն է կարգավորում, այստեղ կարևոր է, որ այո, ծանոթության մասը դարձել է արդեն եւ իրավական, օրինական, ինչու՞ չէ, եւ արդեն այդ մասն էլ է դուրս գալիս, էլի իմ ծանոթին բերեցիր, հա, իմ ծանոթն է։ Այստեղ միակ պահը, ուշադրություն, որ բոլորը դարձնում են, բարեկամական կապ չլինի, կամ եթե լինի, մարդիկ չլինեն իրար վերադաս, իրար ոնց որ կողմնակալություններից խուսափելու համար, կողմնակալություններից ու կոնֆլիկտ բանը, այդ հետաքրքրությունների կոնֆլիկտ է, շահերի բախում, հա, ավելի ճիշտ տերմինը, շահերի բախում եթե չլինի, conflict of interest-ը սկսեցի բառացի թարգմանել, բայց իրականում ճիշտը դե շահերի բախումն է, եթե չլինի, խնդիր չկա։ Այ ինչ հետաքրքիր դեպքեր կհիշես հարցազրույցներից, որոնք այդքան էլ հաջող չեն ավարտվել ու բնորոշ են մեր ազգին։ Միշտ խոսում եմ, որ հարցազրույցի որ գալիս եք, պատրաստվեք առաջի հարցին, հա, դե էլի ծեծված հարց է, բայց մի ձևի պիտի սկսես, ներկայացրեք ձեզ, որ շատ կարևոր է, որ միանգամից չսկսեն տարիք ու քաշ ասել, այլ ինչ որ սկսենք խոսել ձեզանից, հենց։ Ու մի դեպք եմ շատ հիշում, որովհետև համ ես ահավոր զարմացա, հետո իմ պատասխանից էլ այդ տեխնացուն շատ զարմացավ։ Հենց եկավ, ասեց, որ բանը, դե եկել եմ, հասցի, բարև ձեզ, ես Մարիանան եմ, ներկայացա իվալ, դե ասում եմ պատմեք ձեր մասին, հենց այդ գրածա։ Դենց ես ինձ հավաքեցի մի կերպ, որովհետև ասցի, դե ուրեմն ստեսություն։ Ու համ ես մի քիչ մարսեցի մինչև հասկացա, որ ինչ պիտի պատասխանեմ, որ հարցը փակեմ, հետո իր հերթը եկավ սարմանալու։ Բա ոնց, ասում դե եթե գրած է, որևէ բան միտք չունեք ինձ հիմա պատմելու, դե տեսություն, գնանք կորոշենք։ Չէ, այդպես չէ, տենց մի քիչ սառույցը կոտրվեց, խոսեցինք, անկեղծ հիմա չեմ հիշում այդ մարդուն վերջ ընդունեցինք աշխատանքի թե չէ, բայց այդ գրածա ու այդ մուննաթ ինտոնացիան իրականում շատ տարի անցել, մինչև հիմա չեմ մոռանում, ու միշտ խորհուրդ եմ տալիս, որ աշխատեք ինքներդ ձեր վրա, այսինքն մտածեք, որ պետք չի վախենալ հարցազրույց վերցնողից, հա, ինքը ձեր նման մարդ է, կգնաք հավեսով, ձեզ ցույց տվեք, միայն չգնաք ու մի անգամից ասեք ես եմ, եկել եմ, դելը, այսինքն այդ գոռոզ վիճակները չի, հա, ինքը հենց հարցազրույց բառն է, զրույց է, ինքը քննություն չի որևէ մի կողմի համար։ Մեկ-մեկ HR-ներն էլ են դրան սխալ նայում, հա, որևէ մեկ իրան պիտի աստծո տեղ չդնի, զրույց է, դա համագործակցություն է։ Մանավանդ հիմա դու փնտրում ես մարդ, ով կմիանա քո ընկերությանը, իր կյանքի օրվա մեջ 8 ժամը, այդ մինիմում, հա, մարդը ավելի երկար ամնում, իհարկե լավ չի, օրենքը պահենք եւ պահպանենք, բայց ամեն դեպքում 8 ժամը նվիրում է քեզ ու պիտի, այո, ճիշտ է, դու էլ դրա համար որպես ընկերություն վճարում ես։ Այսինքն
համագործակցությունը ինչ հիմա ասեցի, միևնույն է հաջորդ իմ բառը էր, որ այն մյուս կողմն է մասնակցում։ Դրա համար դեպքեր կան շատ է լինում, այտենց ավելի տարօրինակ կարող է լինել, ինչ որ չգիտեմ, մոռանան որտեղ են նստել, մոռանան որ պիտի խոսեն կամ շատ հուզվեն, էդ էլ կա, հուզվելու դեպքում ուղղակի աշխատում ենք մի հատ կանգնեցնենք, թողնենք մարդը կամ կատակի տանք կամ մի հատ հիշեցնենք, որ բոլորս մարդ ենք, որովհետև իրոք այդպես էլ կա, ու ոչ մեկ մեր մշակութային առանձնահատկություններից է, այդ հուզվելը կամ, չգիտեմ, ամաչելը, ուժեղ թույլ կողմերը չճանաչելը։ Հա, կարող է, չգիտեմ, գիտես, որովհետև ես ահագին նաև կարդում եմ արտասահմանյան գրականություն էլ, իհարկե կուզեի ավելի շատ կարդալ, քան հիմա կարդում եմ, բայց ես որ տեսնում եմ նկարագրվում են խնդիրները ու խնդիրները, հասկանում եմ, որ նույն բանն է, այնպես որ գուցե այդպես չի ասի, կարող է սկսնակի հարցն է մի քիչ կամ ինչ որ քիչ ինֆորմացիա հավաքելը, մտածում ենք, որ դե կգնամ կխոսեմ, էլի, բայց անդադ ասում եմ, ախր մի հատ հայտարարությունը կարդացեք, այդ ընկերության մասին իմացեք, այդ տնային աշխատանքը, ընդ որում գնալով ավելի ցավով եմ դրան վերաբերվում, ասեմ ինչու, խորհուրդը որ միշտ սկսում եմ հարցազրույցների մասին խոսել, ասում եմ ժողովուրդ ջան, գիտեք նման նախադասություն կարող է պատահի մեզ հետևում են, ու մի քիչ ավելի մեծ տարիքով մարդիկ բանը կամ ինչպես ես վերջերս լսեցի զումերից ծեր ավելի ասինք ծերի ինչքան ասես դե մոտ 40 քանի այստեղ ես շատ ծանր տար այդ կոմենտը բոլորը ավելի ճանաչում են մեր սերունդը ճանաչում է իսկ նոր սերունդին միշտ ասում եմ հարսնացուն հյուսիսից կգնաք այդ կինոն կնայեք որտեվ իրականում ցանկացած հարցազրույց սկսվում է այդ առաջի զանգից երբ որ հենց զանգը հնչում է ու դու լսում ես հա ալո ով որ ընկերությունից որտեղից եք ով ես այնքան տեղ եմ ու միանգամից արդեն ամեն դեպքում եթե իհարկե առաջի հենց զանգը չի անում chat-bot-ը կամ AI-ով չի, հա, սկրինինգը արվում, ամեն դեպքում մարդ կապի դուրս է գալիս, հա, ու այդ մասը մարդը միանգամից էմոցիան կարդում է եւ ջղայնությունը ձայնի մեջ, հոգնածությունը, եթե հաց է ուտում, արևածաղիկ է ուտում օրինակ, հա, այդ լսում ես դու կամ ջղայնացած է կամ ժպտում է հակառակ կամ պատրաստական էր վայ կամ ուրախացավ, հա, այդ էմոցիան դե հեռախոսով կարդում ես էլի։ Ու նաև սոցցանցերը, չէ, ի վերջո այդ ամբողջ տեղեկատվությունը փոխանցում են։ Բայց ես ընդհանրապես խոսում եմ այդ առաջի զանգ պատասխանելուց, որտեղից սկսվում է process-ը եւ տեխնացուն է ստուգում, հա, այսպես ստուգել բառը հենց ասեմ, որտեվ մեր ներքին զգայարաններն են, չէ, քիմիան աշխատեց, թե չէ, իր հետ ոնց խոսեցին, որտեվ ամեն դեպքում դիմացինի համար էլ է ստրես, չէ, հիմա պիտի ինքը հələ այդ process-ը անցնի։ Դրա համար միայն միակողմանի չի, այդ հաստատ երկու կողմանի հավես համագործակցություն է այդտեղ։ Բայց մյուս կողմից էլ որ ասեցիր էմոցիոնալ կողմնակալություն կարող է առաջանալ, այստեղ երևի թե հենց արհեստական բանականությունը գուցե որոշակի կերպով լուծի այդ հարցը հոգուտ դիմողի, որևէ բան օգտագործում եք այս տեսանկյունից ընկերության աշխատակիցների համալրման համար։ Այս պահին ոնց որ լրիվ AI-ի մենք չենք անցել, մեր սկրինինգը անում են մարդիկ, բայց թվայնացումը այնքանով է, որ մեր մոտ ռեզյումեների պլատֆորման թվայնացված է, գալիս լուծվում է այդտեղ, ընդեղից հետո հասնում է հավաքագրող մասնագետին։ Ես տեսել եմ մի քանի հենց հարցազրույց, որը լրիվ AI-ն է վարում, այո, կողմնակալության հարցեր կարող է լուծել, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ էմոցիա չկարդա, մյուս կողմից է կարող է հակառակ էֆեկտը անի, մյուս կողմից է արդեն շատ կան ինֆորմացիա շատ կա, որ նաև սխալվել է, այսինքն էդ է պիտի հաշվի առնես, ինչպես եւ մարդն է սխալվում, չէ, կարող է օրինակ ես գամ հարցազրույցի ու դու նմանացնես ինձ քո ընկերուհուն, ում օրինակ 2 օր առաջ խնդիր ես ունեցել, կամ ինչ-որ օծանելիքից հոտը քո դուրը չգա ու դու անկախ քեզ դու նույնիսկ չհասկանաս ինչու լարվեցիր։ Ես էլ չհասկանամ ինչու լարվեցի, դեպ ես այդ ասած օծանելիքով ապրում եմ վերջի 10 տարին, ասենք, հա։ Դրա համար այդ հələ ես
հավես բաներն են պատմում, իսկ կարող է ինչ-որ լրիվ ուրիշ բան լինի, որ շատ լարի ու արդյունքը լավը չի լինի։ Բայց եւ այնպես նույն սխալներն էլ նմանատիպ կամ այլ, հա, իհարկե կարող է chatbot-ն էլ թույլ տա, հա, AI-ի գործակալն էլ թույլ տա։ Հələ ես չեմ տեսել, եթե ճիշտ է վիճակագրությունը, թե ով է ավելի շատ սխալվում։ Գուցե դեռ շուտ է կամ գուցե ես չգիտեմ, անկեղծ չեմ նայել, այ հիմա հետաքրքիր է գնամ կփորփրեմ այդ թեմայով, թե ով է ավելի շատ սխալվում։ Բայց որ միանշանակ երկու կողմն էլ սխալվում են, դե դա հաստատ։ Երկու տեսակն էլ, հա, թե մարդը լինի, թե AI գործակալը, հաստատ։ Մասնագիտական այրումից խոսենք։ Ասացիր, որ 8 ժամանոց աշխատանքը ավելի նախընտրելի է քեզ համար, քան աշխատակցին ավելի շատ, այսպես ասած, աշխատեցնել է, բայց կան շատ տարբեր ընկերություններ, կազմակերպություններ, որոնք խրախուսում են անժամկետ աշխատելը եւ արդյոք դրա հետևանքով են առաջանում մարդկանց մոտ մասնագիտական այրումներ, թե ամեն դեպքում ոչ թե կազմակերպության, այլ անհատի մեղավորությունն է, աշխատակցի մեղավորությունն է։ Նայ, այն ինչից հիմա ես ու դու խոսում ենք, ինքը նախ ուղղակի չի կարելի, հա, արի մի հատ այդ բանը հստակ ֆիքսենք, չի կարելի, այսինքն գրաֆիկներ կա, հա, չէ, կա 8 ժամից ավել, ունենք աշխատանքային գրաֆիկ, որը թույլատրվում է, այնտեղ հերթափոխային աշխատանք կա, օրենքը դա լրիվ կարգավորում է, հիմա այդպես օրենքի դաշտ չմտնենք ու սկսենք հոդվածներ թվարկել, կա, հա, օքեյ։ Բայց երբ ավել է, քան հերթափոխով նախատեսված է, հա, այսինքն մարդը ի սկզբանե գիտի, որ պիտի աշխատի այսքան, բայց ինքը անընդհատ աշխատում է ավելի շատ, քան ի սկզբանե ինքը պատկերացրել է աշխատանքը, քիչ-քիչ սկսվում են արդեն այդ այրման հետևանքները։ Դրան կարող է գումարվել նաև աշխատանքը չսիրելը, դրան կարող է գումարվել նաև իրեն վատ վերաբերմունքը ղեկավարի կողմից կամ թիմակիցների կողմից, դրան կարող են գումարվել ամեն ինչը, սկսած սենյակը ավելի վատն է, իրեն ցուրտ է, շոկ է, հարմար չի, մարդիկ, то есть այդ ընդհանուր այնքան, այսպես մի քանի ֆակտորներ կան, որ իրար կպնում են գալիս է դրան։ Դրա համար միայն ասել, որ ավել քան պետք էր, հա, քան նախատեսված էր աշխատանքը, միայն դա կբերի այրմանը, չէ, որովհետև դա կբերի ֆիզիկական ինչ-որ բաների, որ մարդը պետք է սկսի անպայման առողջականով զբաղվել, բայց այրումը ուրիշ բաներ էլ ունի իր մեջ, psychological, հա, բան, հոգեբանական լիքը նյուանսներ էլ ունի իր մեջ, իզուր չի, որ ուղղակի burnout չեն ասում, հա, ինքը մասնագիտական burnout-ի մասին է խոսքը գնում, որտեղ այն մյուսը մի քիչ ավելի այլ տերմիններ են։ Երբ որ դու քո արած աշխատանքից բավարարվածություն չես ստանում արդեն, երբ որ դու էներգիատ ոչ թե գալիս է, այլ ամեն ինչ տանում է քո էներգիան, հա, տեղից է սկսվում։ Ու պատճառները արդեն կարող են լինել այն ամենը, ինչ որ ես թվարկեցի։ Դրա համար այո, շատ աշխատելը ու անիմաստ, միշտ էս վերջերս ինչքան կարդում եմ find your why, հա, Simon Sinek-ի գտիր քո ինչուն։ Այդ ինչուն, այն որ իմաստը, այդ իմաստը աշխատանքի մեջ, եթե դու չունես, դժվար է շատ։ Ամեն ինչ ծանր է առաջ գնում, այսպես ասեմ։ Իսկ եթե այդ մասնագիտական գիրքը կա ու անընդհատ ֆլոյի, հա, այդ շրջապտույտի մեջ ես ու անընդհատ չես ուզում առանց դադար տալու աշխատել, այդ դեպքում էլի օգտակար է, թե ամեն դեպքում վնասակար է, որովհետև մի քանի ժամ այսպես գուցե այրվես, հետո տակը մնան մոխիրները։ Այս մակու մասին ենք խոսում, ընդհանուր։ Չէ։ Նայ, մի քանի ժամ այրվես, եթե հավեսով ես անում, արի հենց իմուքով վրա վերցնենք։ Մի հատ այսօր տես դու այսօր ինչ ես արել ու դեռ ինչքան բան ես հələ այսօր պլանավորում, մի քիչ առաջ ասացիր դեռ ինչեր ունես պլանավորած, որ պիտի անես։ Հիմա դու այսօր համարում ես, որ այրվել ես, թե այսօր համարում ես, որ հավես օրեր ու դու ինչ որ մի բան, ես օրինակ այրվում եմ, երբ որ ոչ մի բան չեմ անում։ Իմ համար այդ ամենամեծ պատիժն է։ Հա, ես այդ ոնց որ բանի մեջ եմ ընկնում, որ ոնց ես ոչ մի բան չարեցի մի րոպե, հա։ Դրա համար էլի, եթե
հավեսա, աշխատանքը սիրում ես, աշխատանք չգիտեմ ինչա որ սիրել, աշխատանք սիրելս որն է, բայց իրոք եթե դու սիրում ես այն ինչ անում ես, իսկ ինչ է նշանակում սիրում ես այն ինչ որ անում ես, ինքը հո մեր սիրելի լոռեցիների ասած շաշմաշ բաներ հո չես սիրում, իմաստը այն է որ իմաստ ես տեսնում եւ արդյունք, ինչ արեցիր, այն ինչ որ ես այսօր արեցի, ինչ օգուտ բերեց եւ իմ ընկերությանը, եւ իմ մարդկանց, եւ ինձ։ Ու չի կարելի ինձ էլ մոռանալ, որովհետեւ ես էլ այդ ամեն ինչի մեջ կամ, չէ, որ բանը հարցնում եմ ում եք սիրում, հա, այն 3 հոգու ում եք սիրում, ու այդ 3-ից մեկը գոնե պիտի դուք լինեք, այդ էլի սիրելու պահն է, չէ, որ ասենք հոգ ես տանում քո մասին, անիմաստ բան չես անում, հավես գիրք ես կարդում, կինոն լավը չի, մոտակա 15 րոպեն հասկացար, անջատում ես, քեզ չես տանջում։ Իրականում ինչ որ ասում եմ ավելի հեշտ է ասել, քան անել, հա, մեկ-մեկ ստիպված օրինակ ինչ որ մեկի խաթր, հա, ինչ որ մի բան ես անում բայց թե հիմա եմ որ այնպես որ եթե ամփոփեմ հարցիդ մասը եթե անում ես մի բան որի մեջ տեսնում ես արդյունք եւ իմաստ այրումը մյուս եթե ֆակտորները չկա ասենք տեղը գումարը աշխատավարձը որտեվ եթե դու առանց գումար ես աշխատում ու նույնիսկ շատ քեզ հաճելի տեղ ինչ որ պահի նյութական կարիքների առաջագալու հա հնարավոր չի Դրա համար եթե այդ մի քանի ֆակտորներ կան այստեղ, ամեն դեպքում այրումը չես ունենա այնքանով, որ կրեգեներացվես, շուտ կվերականգնվես, ինչ որ մի բան էներգիայիդ մեջ կգտնես, որ դուրս գաս, հա, եթե մի բան աշխատանքից զգում ես, որ այն էներգիան, օրինակ ես ոչ թե զգում եմ, որ հոգնում եմ կամ burnout վիճակում եմ, այլ զգում եմ, որ այդքան էներգիա, որը ես միշտ սովոր եմ տալու, չեմ տալիս։ Ես դա միանգամից զգում եմ, այդ նշանակում է, պիտի մի հատ գնամ եկեղեցի այցելեմ, ինչ որ մի բան անեմ, որ ոնց որ բատարիկաս, բայց ինձ մի լավ բան առնեմ, օրինակ ուրախացնեմ, տենց էլի, կամ ինչ որ մոտիկիս ուրախացնեմ, համ ինքս ինձ եմ սիրում նվերներ անել համ ուրիշներին, որտեղ դրանց էլ եմ ուրախանում։ Դուք այդ պահը պիտի գտնես էլի մեջ։ Դու գյումրեցի ես ու ունես շատ ուժեղ հումորի զգացում։ Ես առիթ ունեցել եմ տարբեր իրավիճակներում դա տեսնելու եւ վայելելու։ Այ Գյումրեցիները սովորաբար դժվարություններին հումորով դիմակայում են։ Դու տեսել ես երկրաշարժը, ապրել ես տնակում, հետո արդեն տարբեր աշխատանքային գործունեություններում ղեկավար կազմերում ես եղել ու քո պատասխանատվության տակ են եղել բազում մարդիկ։ Հումորը որ իրավիճակներում է քեզ փրկել, որ անտանելի կամ անընդունելի են եղել, ու եթե կան նմանատիպ պատմություններ, կուզեմ կիսվես։ Գիտես առաջի անգամ որ բախվեցի հումորի հետ ոնց ասեմ ամենաահավոր վիճակում դա հենց երկրաշարժի օրերն էր երբ որ հենց երկրաշարժի մի ամիս հետո գյումրեցիները արդեն ունեին մի 2-3 պատրաստի անեկդոտ երկրաշարժի մասին ու ես ապշում էի որ ոնց կարելի է այսպես այդ թեմայով հապաստորեն այդ թեմայով է կարելի է կատակել երբ որ ասենք չգիտեմ բանը ասենք շինարարական նյութերի ժողով է մեկը հարցնում են քար ինչի շենքը չպահեցիր այն ասում է դե ես իմ չստացվեց կեսն է գողաց է տարել էին վերջում հասնում են ցեմենտ բա ինչի չպահեցի ասում է ես այդտեղ չէի ընդհանրապես ասենք ավելի սև հումոր էլ կար էլի որ մարդիկ փլատակների տակ նույնիսկ այդ իրանց վրայով է կար անեկդոտներ ու շատ սուր բայց իմ հետ կատակը փոքրուց է իրականում իմ հայրն է ահավոր կատակասեր ահավոր այն թվերին մենք ունեինք դուրս գրած ժուրնալներից բոլոր անեկդոտները որը հնարավոր էր ինքը ուներ մինչև հիմա ինձ թվում ունի այդ ամեն ինչը անեկդոտների գիրք ունի իմ papan ունակա ցանկացած բանի վրա ասում ինչ խոսած ինքը դրա վրա ունի պատմություն եւ անեկդոտ ես մի քիչ իրան այդտեղ չեմ հասնի իրան բայց նման եմ շատ ցանկացած բանի վրա ինքը ունի անեկդոտ ընդ որում ինչ լեզվով ուզում ես էլի նու ռուսերեն հայերեն իր դեպքում բայց ինքը կարող է ակտիվ պատմի եւ այն ամենաշատը դուրս գալիս է որ ռուսերենից է թարգմանում իր անեկդոտները որտեղ sense ավելի շատ ռուսերեն է հումորը ինձ օգնել է ամբողջ ընթացքում
Այս վերջերս նենց հետաքրքիր բան, իհարկե չի ուզենայի սպոյլերություն անեի, բայց այդ թեմայով ես նույնիսկ ինքս հիմա իմ մեջ ելույթ եմ պատրաստում, որովհետև ես այն օրը հասկացա, որ ինչքան շատ է իմ ամեն կյանքի փուլի ընթացքում հումորը ինձ օգնել, որ երբ որ իմ հետ ինչ-որ մի բան է պատահում, ես հասկանամ, որ բայց իրոք այ հումորը միանգամից այսպես դուրս կգա, բայց աշխատանքային մթնոլորտում առաջի անգամ, որ ես տեսել եմ ոնց են մարդիկ կիրառում հումոր ու հասկացել եմ, որ վայ, բայց այդ հետաքրքիր միտք էր, ուրեմն 12 թվականը ես որպես HR առաջի իմ հաստիկն է, պաշտոնն է, առաջի ընկերությունն է, որտեղ ես HR ղեկավար եմ, ու իմ առաջի ֆորս մաժորն է, մենք իմացել ենք, որ մի քանի աշխատողներ, ում որ հանել են արդեն աշխատանքից, շարունակել են այդ ամիս, այդ մի ամիս աշխատավարձ է փոխանցվել, այսինքն մեզ ղեկավարը չէր տեղեկացրել, որ այս մարդիկ արդեն չեն գալիս աշխատանքի, մենք որպես HR չենք իմացել, գումարը փոխանցվել է, պատմում շատ հին պատմություն, ու իմ համար առաջի դեպքն է, ես շատ լարված նստած եմ, հավաքվել է ամբողջ top management-ը, տնօրենը հարցնում է, լավ, տենց ոնց կլներ, ու քար լռության մեջ այդ ղեկավարը մեկ է սենց արեց, տենց էլ գիտեի, ասում ենք ինչ է, ձուկ եմ տեսել երազիս մեջ, ու այդ պահը, որ ես չեմ կարող բացատրեմ ինչ կատարվեց, բայց բոլորը սկսեցինք ծիծաղել, ու մի անգամից հարցը գնաց արդեն, օքեյ, ինչ ենք անում, ընդհանրապես այդ մարդկանց գտանք, այդ մարդիկ գումարը հետ փոխանցեցին ընկերությանը, շատ արագ, բայց ես պատկերացրեցի, որ եթե այդ մարդը ու այնքան իմաստուն էր, այդ իմ համար շատ ուժեղ դաս էր, որտեվ եթե այդ մարդը տեղ այդ նույն սարսափազդու գիծը տաներ, ծանր էր լինելու խոսակցությունը, բայց իր այդ մի կատակը ու ես այդտեղ հասկացա, որ բանը կարելի է կատակել, ինչու ոչ, ու հետո իմ կյանքի ընթացքում շատ է եղել, որ թե իմ ղեկավարն է եղել, այսպես զգում ես, որ մարդը լարված է, իհարկե կատակը պիտի լինի ճիշտ, տեղին, նրբանկատ, բարի, սարկազմ մասին չենք խոսում, մենք խոսում ենք բարի կատակի մասին, որը разряжает обстановку, հա, այդ մասը ես շատ եմ կիրառում Լիլիթ, երևի ամեն տեղ ցանկացած պահի, որտեղ որ զգում եմ, որ ճիշտ պահն է, շատ եմ կիրառում։ Օրինակ իմ դեպքում շատ վատ է ստացվում հումորը, ես դաղ հումորներ եմ շատ հաճախ անում, բայց քո դեպքում եւ 10:30-ի նախաճաշերի ժամանակ հա քո հումորը մտերմացնում է մարդկանց, անծանոթներին այդ լարված իրավիճակից թույլ է տալիս ազատվել ու նաեւ ընթացքում որ պատմում էի հիշեցի այն պատմությունը, եթե կուզես պատմիր, եթե չէ կանցնենք առաջ, որ ինչ որ նախագիծ էի քարել կանանց թեմայով Գեղարքունիքի տղամարդկանց հետ անդադ այդ շատ մեծ հումոր կար ու այդ էլ կպատմեմ, բայց արի հələ հիշենք այդ հումորի պատմելու պահը, որ ասեցի, որ մի շատ լավ ընկերուհի ունեմ, որ կատակը պատմեցի, նաև ոնց ես դու պատմում, չէ՞, կարևորը ոնց ես դա պատմում։ Ու այդ ահա որ 5 գյումրվա կատակը, որ տղան գալիս է 3 աղջիկների հետ ու մամը հարցնում է, մերս հմի ես 3 աղջիկներից որ մեկն է իմ աբագա հարսս կրնաս սկսե, հա, կրնամ սիկ։ Ինչը հասկացա, արտե ներվեից վրա կազդե։ Ու մենք բոլորս իհարկե ծիծաղեցինք, բան, երկրորդ օրը գերույս եկավ, ասաց մաշոկ պատմեցի, բայց ոչ մեկ չծիծաղեց ու մենք խոսացինք, որ ախր նայած նաև կոլորիտն է կարևոր, գյումրեցիներին այդ առումով մի փոքր գուցե հեշտ է, հա, այդ արի այդ պահնել ճշմարտություն էլ ասենք, թողներ են ինձ բոլոր գյումրեցիները, մեզ մի քիչ այդ առումով հեշտ է, որտեղ մեր արյան մեջ է։ Իրականում այդ գալիս է արյան հետ, դու ոնց որ ծնվում ես ու դու արդեն շուրջդ է այդ ամբողջ կոլորիտը, որը դու դրա հետ մեծանում ես մի տեսակ, հա, ես ասում եմ, մեր տուն այդ կատակները եղել են անբաժանելի մասը։ Հա, իսկ այդ պատմությունը իրականում ասում եմ ինքը իմ համար շատ
ոնց ասեմ, բարի պատմությունների վերջո, որովհետև պատմում 2000-ականներ, երբ որ դեռ ինչ որ համարյա բան շատ քիչ նոր սկսվում էր միջազգային ընկերություններ բան, ես ամերիկյան դեսպանատանն էի աշխատում, ու մենք որոշեցինք, որ պիտի գենդերային հավասարության վերաբերյալ տրեյնինգ անցկացնենք ու հավաքեցինք մեր շատ սիրելի գյուղապետերին ու մենք որոշեցինք, որ ինչ պիտի անենք, որ բոլորին տանք M&M's մի հատիկ եւ իրենց ասենք, որ M&M's ուտելուց հետո շատ այսպես լռություններ ու բանը շնորհավորում եմ դուք հղի եք։ Հիմա պիտի ունենաք բալիկ ու պիտի ասեք աղջիկ թե տղա։ Դե չեմ կարող բացատրել ինչ սկսվեց, որ ես ոնց եք խոսում, մենք տղամարդ ենք, վերջի երկար բացատրեցինք, որ այստեղ այո, տղամարդ եք, շատ հարգում ենք ամեն ինչ ու խնդրեցինք խաղալ այդ խաղը, որովհետև ամբողջ իմաստը այն էր, որ Հայաստանում շատ մեծ խնդիր ունենք եւ մինչեւ հիմա աղջիկ երեխաների նկատմամբ աբորտները, որ ունենք, շատ վատ տոկոս է, Հայաստանը շատ վատ վիճակում է։ Մինչև օրս, հա, ցուցանիշները այդքան էլ լավը չեն եւ այն թվերին երևի թե ավելի շատ ու ամենամեծ իմ ուրախությունը այդ էր, որ վարժությունը ինչ ծավի է, դու թվարկում ես, ուզում եմ տղա, որովհետեւ ուժեղ, ուզում եմ աղջիկ, որովհետեւ սիրուն, իսկ հետո հարց է ծագում, հա, իսկ տղան չի կարող լինել սիրուն, իսկ աղջիկը չի կարող լինել ուժեղ, ու ի վերջո հասկանում ես, որ չկա տարբերություն երեխայի մեջ, երեխան երեխա է ու բերում է այն երջանկությունը, որը բերում է։ Պարզապես որովհետև ինքը կա։ Ու այդ ամեն ինչի հաջողությունը այն էր, որ մեր մասնակիցներից մեկը ասաց, որ ուզում էր գնալ հերթական ջղայնանալ, որտեղ կինը հղի էր եւ երրորդը աղջիկ պիտի լիներ, էլ չի ջղայնանա։ Ու տենց մեր համար այդ ոնց որ բաներ երջանիկ պահեր իրականում համարեցինք, որ միսիան կատարված է, այսպես ասած, վարժությունը հասավ իր նպատակին։ Նու այդքան բացատրենք մեզ ունկնդրողներին, որ կատակի հետ կապ չունի, ինչքան ավելի շատ այս դեպքում ավելի ոնց ասեմ, շատ ավելի ուրիշ նպատակ ուներ այդ, բայց հա, փորձեցինք եւ կատակով էլ բացատրենք, որ դե հիմա պարզա չէ, որ հղի չեք ուղակի, փորձենք խաղանք, այսինքն այո, ի վերջո եւ շատ լուրջ եւ մեծ մասն էլ կատակով եւ խնդրելով, որ ոչինչ հիմա դե եկել են ամերիկացիներեն, եկեք փորձենք։ Այսինքն էլի ի վերջո այդպես էլ ստացվեց։ Դե հենց կատակը անհնարին, անտանելի թվացող բաները բերում դարձնում է նորմալ ու այդ դրա համար էի հիշել, որ շատ լավ օրինակ էր, թեկուզ ամերիկացիներին որպես օրինակ բերելով վարժությունը իրանք չեն հորինել, այսպես ասած։ Հա։ Այ HR-ը, այսպես ասած, միջնորդվում է նաև ղեկավար կազմի եւ աշխատակիցների միջև սովորաբար հոգ տանողի դերում է։ Ինձ հետաքրքիր է HR-ի մասին ով է հոգ տանում։ Նախ միշտ խնդրում եմ, որ ոչ մի HR մամայություն ու պապայություն չանի, որովհետև այդ HR-ի ամենասխալ դիրքն է, որ կարող է լինել ընկերությունում, որովհետև միանգամից լիքը ձևով իջեցնում է քո դիրքը, ոչ թե որովհետև մամա ու պապա լինելը դա ավելի ցածր է, ոչ, հակառակ, դա մեր սրբությունն է, դա չի քննարկվում։ Ուղղակի մամայություն ու պապայության հետ համեմատել պարզապես չի կարելի։ Ու այն ինչ որ դու վերաբերվում ես քո ընտանիքում եւ քո երեխաներին կամ հա քո հարազատներին, նույնը բերել ուղղակի ընկերություն չի աշխատելու։ Ի վերջո անպայմանական է, չէ՞, ընտանիքի անդամների հանդեպ անպայմանական է, իսկ աշխատանքի վայրը այլ կերպ է, հա։ Դրա համար այո, HR-ը հոգ է տանում, HR-ը պարտավոր չէ լինել ինչ որ քո շատ մտերիմը ընկերը, բայց պարտավոր է լինել ապրումակցող եւ հասկացող թե ինչ է կատարվում, պարտավոր է հետեւել եւ օրենքներին եւ կանոններին, որովհետեւ ի վերջո դա պաշտպանում է եւ աշխատողներին եւ ընկերության շահերը։ HR-ի դիրքի ամենադժվար պահը այն է, որ հաճախակի աշխատողներին թվում է, որ HR-ը պաշտպանում է միայն ընկերությունը հա ղեկավարությունից կարող է HR-ը լսել էլի թևեր փռեցիր, պաշտպանեցիր, այ HR-ի լավագույն հաղթանակը կարող է լինել այն, որ ընկերությունում մարդիկ խոսեն, որ արդար է մեր HR-ը, հա, այսինքն ինքը մոտենում է, նայում է բոլոր կողմերից եւ երբ պետք է համապատասխան պաշտպանում է եւ ընկերության շահերը եւ աշխատողի եւ ինչու՞ չէ այդ շահերը պիտի մեծամասամբ համընկնել, հա, այդ էլ կա։ Դա իդեալական ժամանակ է, ասենք ոչ մեկիս մոտ չի ստացվում միշտ լինել
ճիշտ, բոլորս ես որպես հիմա իջառ ասեմ, որ ինքս էլ ունեմ սխալներ, ինքս էլ վստահ եմ, որ եղել են դեպքեր, որ հնչել են իմ մոտ պաշտպանեցիր աշխատողին, թե վտփռեցիր կամ աշխատողի մտքով անցնի, որ ես իրեն պատշաճ չեմ պաշտպանում, աշխատում եմ դրա վրա իհարկե, դե ասում եմ հիմա ունենք այն ինչ ունենք, ով ամենալավ իդեալական մարդ չկա ընդհանրապես։ Ով է հոգ տանում HR-ի մասին, ինքը եւ իր թիմը, որովհետեւ այդ մարդիկ շատ լավ հասկանում են ինչ է կատարվում, հա, օրինակ իմ Viva մարդիկ HR-ի ժողովուրդը եւ չնայած ոչ միայն HR-ի, բայց հատկապես իմ ժողովուրդը, որը ինձ տեսնում են ամեն օր, իմ դեմքի նույնիսկ գույնից ու արտահայտությունից արդեն գիտեն, որ Մարիանան ոնց է, հա, այդ մի տեսակ ես իրանց հետ կոմֆորտ եմ շատ չեմ թաքցնում, չնայած աշխատում եմ, որ բաներ կա, որ դուրս կփակեմ, կաշխատեմ իրենք չտեսնեն, որովհետև միշտ ամեն ինչ չի, որ պետք է թիմը տեսնի։ Բան կա, որ դու կարող ես 10 րոպեում անցնես, մի հատ վերականգնվես, բայց այդ քո պանիկան, ստրեսը, հոգնածությունը, լարվածությունը, հուսահատությունը իրանց վրա ավելի շատ երկարաժամկետ կարող է էֆեկտ թողնի, քան դու երբևէ պատկերացնում ես, դու կարող արդեն վсё անցար, հիասթափված էիր, նեղված էիր, կոտրված էիր, հա, անցար, վերականգնվեցիր, իրենք չէ, իրենք ավելի երկար կհիշեն, քան դու։ Դրա համար որքան որ հնարավոր է, իհարկե պահեր կան, որ չէ, որտեղ դե սերտ աշխատում ես մարդկանց հետ, էլի, որքան որ հնարավոր է աշխատում եմ շատ ինչ որ չմցնես մարդկանց այդ նեղ քո վիճակի մեջ, ուղղակի, որովհետև դու հիմա ես վստահ եմ, որ կվերականգնվեմ։ Դրա համար ով պիտի HR-ի մասին հոգ տանի ինքը ամեն մարդ իր համար, ի վերջո, իսկ եթե զգում ես, որ օգնության կարիք ունես, այս վերջերս էլի Սայմոն Սայնեքին էի լսում, որ ասում է ամենակարևորը զգում ես օգնության կարիք ունես, ասա խոսի դրա մասին, պետք չի։ Դու ասում ես միշտ պիտի ունենաք մի ընկեր, ում ցանկացած բայ կզանգես ու կասես ես քո օգնության կարիքն ունեմ։ Ես ունեմ տենց ընկերներ, փառք Աստծո, ում ես կարող եմ զանգարեմ ու ասեմ, որ ես ձեր կարիքն ունեմ ու շատ ապրեն իրանք, որ երբեք ինձ չեն մերժում, հակառակ միշտ ասում եմ, որ երբ ուզես, այ տենց էլի դրա համար։ Ես իրանց համար իրանք իմ ռոմանտիկ բաներ։ Իդեպ այդ լսելու ու հոգ տանելու մասով նաև հենց Google-ն իր Project Oxygen-ներ չէ, կարծեմ կոչվում, հետազոտություններ արել, որ լավ մենեջմենթը HR-ի հետ կարող եք զուգահեռել տանել, այն կադրերն ու մարդիկ չեն, որոնք ամենալավ տեխնիկական գիտելիքներն ունեն, այլ նրանք, ովքեր լսելու ունակություն ունեն առաջին հերթին եւ հաղորդակցվելու։ Իսկ այդ մարդիկ բնականաբար միշտ շահում են եւ իրենց վարքագծով ապահովում են նաեւ թիմի արդյունավետ հաղորդակցումը։ Նայ, լսելը հետաքրքիր բան է այս աշխարհում։ Խոսելն էլ նույնպես։ Հասկանալը այդ ասում եմ из области фантастики, որովհետև եթե դու չուզես հասկանալ դիմացինին, հա, հիմա եթե ես մի բան խոսում եմ Լիլիթ ու դու քո մեջ դնես պատնեշներ, չես հասկանա։ Մյուս թեորիան այնա, որ մեղավորը լսողը չի, մեղավորը խոսողն է։ Նու մեղավոր բառը շատ հիմա այստեղ սուր օգտագործեցի, այսինքն ես եմ պարտավոր, խոսքս այնպես հասցնեմ քեզ, որ դու ինձ հասկանաս։ Դե դա մի քիչ storytelling-ի համար են շատ ասում, եթե դու նպատակ ունես լսված լինելու։ Այո։ Բայց ինչ գիտեք իմ ներսում ինչ կապանքներ կան, որ ես դա հարցը, որ պիտի նաև ամեն ինչ անենք, որ եթե իրոք նստում եք սեղանի շուրջ իրար հետ, երկուսն էլ պիտի պատրաստ լինեն, որպեսզի հասկանան։ Միշտ այդ օրինակը բերում եմ, իմ սիրած ֆիլմերից է շատ հին սովետական, որտեղ որ տալիս են երեխաներին գրել շարադրություն, ինչ է երջանկությունը, եւ երեխաներից մեկը գրում են ընդամենը մեկ նախադասություն։ Երջանկությունը երբ քեզ հասկանում են։ Ու այնտեղ այդպես մեծ բան է սկսվում, ինչպես կարելի է, ոնց կարող է մեկ նախադասությունը լինել շարադրություն, բայց մեկ նախադասությունը ամբողջ աշխարհ է, երջանկություն է։ Չէ, նայ, ամենաշատը մենք երբ ենք հուզվում, երբ հասկանում ենք, որ մեզ չհասկացան։ Հատկապես եթե դա դիմացինն է, հատկապես եթե հարազատ մարդ է, հատկապես երբ որ դու հասկանում ես, որ այս այն մարդն ումից չէիր սպասում, որ քեզ չէր հասկանալ։ Դառնում ես խոցելի։ Հա, շատ։ Հիմա էլ ու ասեմ տարիքի հետ դա չի անցնում։
Աբսոլյուտն, որտեղ դու կարող ես ցանկացած պահի, քեզ չսպասած պահի, հա, օրինակ ես հիմա այդ օրինակի մեջ եմ այս պահին, որ աշխատում եմ իմ վրա, իմ ամենահարազատ մարդկանցից մեկը, մի քիչ երկրորդ կրուկ, բայց կարծում եմ, որ երբեք չի կարող այդպիսի բան լինել, ասենք ստացվեց, որ ինձ չհասկացավ ու դրանից ես դարձա խոցելի։ Հիմա աշխատում եմ ինքսին վրա այդ process-ի մեջ եմ։ Բայց դու լավ խորհուրդ ունեիր այդ մասին, ասում ես հենց այդ պահին արձագանքում ես քո նպատակը որն էր ինձ խոցել է, ստացվեց։ Այդ էլ հիմա գալիս է հաջորդը։ Ես չգիտեմ իմ այդ հարցը ել ում կնեղացնի, ում կվիրավորի, ու մյուս իմ շատ հարազատ մարդու կնեղացնի։ Դրա համար այս պահին հələ ընտրել եմ լռությունը։ Գուցե հետո գամ նրան, որ անպայման խոսեմ, որովհետև այո մեջս չմնա։ Դրա համար միշտ ասում եմ խորհուրդ տալ ավելի հեշտ է, իրան հետ խորհրդին հետևելը ամենադժվարն է։ Երանի մենք բոլորս հետևեինք մենք մեր խորհուրդներին, էլ մեզ ինչ դարդ են, որ ասում են։ Բայց այդ պահն է, որ փորձես դիմացինին հասկանաս, ինքը բացում ես ուղեղի մասին գրքերը, psychology, հա, հոգեբանական ինչ ասես այնտեղ եւ ուղեղի աշխատանքն է, ինչպես ես խոսում, կա աղմուկ, ոնց տեղ հասավ, ինչ ասա, ես ինչ ինտոնացիայով խոսեցի, մի հատ ժեստը կարող է ամեն ինչ, մի հատ ժեստ։ Մի հատ օրինակ բերեմ, որ խոսում է ղեկավարներից մեկի հետ, ասեց, ախր ինչու մի բան չեմ ասել իրան, ուղղակի ասեցի, որ դե հիմա դու էլ ես, ես էլ եմ մարդ, ինքը ղեկավար էր, խոսում էր իր թիմակցի հետ, ու որ ասի մի հատ ցույց կտաս, ինչ ես ասել։ Ասեց դե ես իրան ասեցի, դե ես էստեղ եմ, դու էստեղ, ու այս ժեստը, որ ինքը ցույց տվեց, ասեցի, իսկ հենց այսպես ժեստը ցույց էիր տվել, ասեց այո։ Ու այդտեղ բացատրում ես նայ դու ինչ ուզում ես խոսես, բարի ձևով ես խոսել, բայց դու իրան միանգամից դիրքավորել ես ավելի ցածր, քան դու ու դա մենք բոլորս հետո էլ չի լսի ընդհանրապես առաջնային տեղեկատվությունը տեսողական է, այստեղ է դու էստեղ ես, ու վերջ, ու արդեն միանգամից անջատվում է։ Դրա համար էլի եմ ասում խոսելու մեջ պիտի նայենք ոնց ենք խոսում, ինչ ենք խոսում, ինչպես ենք խոսում, երբ ենք խոսում։ Այո, այն որ ճիշտ ժամանակին բառեր կա, որ այսօր չպիտի ասես, պիտի մի հատ սպասես, վաղը խոսես, բառ կա տեղում պիտի ասես, տեղում ասված բառ կա, որ ավելի շատ կվիրավորեր, եթե մի երկու օր սպասեիր, ու հակառակը ուշացումը ֆատալնի կարող է լինել, որովհետև էլ արդեն իմաստ չունի, ու ինչ ասես։ Այստեղ էլ գալիս ենք քո մյուս սահմանմանը, ամենակարևոր օրգանը մարդու որն է։ Քտիծակը, լավ կլինի երկուսն էլ միացած լինեն, հա։ Իրականում ուրախացա շատ, որտեղ ես վերջի 10 անց կեսի դու բացահայտում արեցիր իմ համար, որ ինքը ինչ բառ է, ինչ ծագումնաբանություն ունի, մինչև այդ շատ վախենում էի fine բառից, բացահայտեցինք, որ արաբական, հա, ծագումնաբան, հա, արաբերեն է, մինչև այդ մի քիչ վախենում եմ, ասում եմ լավ թուրքական բառը չօգտագործեմ, բայց հիմա ավելի հավեսով եմ օգտագործում, բայց իրականում ֆայմը քթիծակը իրանք ինչ որտեղ շատ հոմանիշներ են, ու այո, իրան պետքա ունենալ ամեն ինչ, եթե անես այդ ֆայմի զգացողությունով, սկսած խորհուրդ եմ տալիս ռեզյումեն գրելուց մի հատ նայեք, ինչ գրեցիք, ում համար գրեցիք, ընդհանրապես այդ մեջ ինչ նկար դրեցիք, կամ նկար գուցե հեչ պետք չի հիմա, կամ ինչ ձևով իրան շարադրեցիք, հարցազրույցի եկաք, ինչ ձևով հագնված եկաք, ինչ ձևով խոսեցիք, էլի իջառական դաշտ մտանք, հա, բայց դե ֆայմը վերջը դիմացինի մասին մտածելու մասին է այդ ամբողջ, եթե դու քո համար ես գրում, որ արագ գրես ազատվես, բայց չես մտածում այն ժամանակի մասին, որ ծախսում է քո ռեզյումեն կարդացող մարդը, միանշանակ արդեն կարմիր դրոշակ է։ Դու նաև լավ ակտիվ ես սոցցանցերում ու հաճախ տեսնում եմ տարբեր հրապարակումներ, տեխնիկաներով ես կիսվում, տարբեր միջոցառումների մասին ես խոսում, նախագծերի մասին ես պատմում, սա մասնագիտական ներկայություն ապահովելու համար է, թե ներքին պահանջմունք պարբերաբար կիսվելու։ Ես սոցցանցերում իրոք ակտիվ եմ, որովհետև անընդհատ ներքին կարիք եմ զգում մարդկանց հետ շփվելու։
Ես օրինակ եղել է որ նույնիսկ sense բանը Facebook-ում մի անգամ նկար post-եցի, ուղղակի ասացի բանը cover pages նկարը փոխում եմ ոչ թե որտեվ անհրաժեշտություն կա, այլ ուզում եմ շփվենք, որտեվ գիտեմ նկարս տեսակ լիքը լավ բաներ եք ինձ ասելու, համը կշփվենք։ Նայ, ինչ վերաբերում է LinkedIn-իս edge-ին, որը մասնագիտական է, այնտեղ հստակ կարիք ունեմ անպայման կիսվելու այն գիտելիքով, որ ինքս սովորել եմ։ Ես շատ բան հոդված կա կարդացի, միանգամից կգա, որ այս հոդվածով անպայման ուզում եմ կիսվեմ։ Ու անպայման կիսվեմ հայերենով, որովհետև հասկանում եմ, որ անգլերենը գուցե խնդիր կլինի շատ մարդկանց համար, կամ նույնիսկ մարդիկ, ովքեր անգլերեն շատ լավ խոսում են, ինչու՞ չէ, թող LinkedIn-ում նաև լինի հայալեզու կոնտենտ, բովանդակություն, որը որ հայալեզու մասին եմ խոսում, բայց կոնտենտի բովանդակությունը ապրես տեղս։ Դե տերմիններ կան, որ հաճախ կիրառում ենք, այդ առումով մի փոքր իմ բովանդակությունը տարբեր է, եթե ասենք Facebook, Instagram մի քիչ ավելի նմանատիպ բաներ կփոստեմ, թե Instagram-ը մի քիչ ավելի նկարներ են միայն, Facebook-ում անպայման կծավալվեմ, կխոսեմ, LinkedIn-ը միայն պահում եմ հիմնականում այդտենց մասնագիտական աշխատանքային, բայց եթե օրինակ հիմա որ 10:30-ի մասին պատմեմ աշխարհին, օրինակ, ես բոլոր հարթակներում կպատմեմ, այսինքն բան կա, որ ինքը այսպես քթիծակով նայում եմ, որ այս իրադարձությունը, այս ինչ որ տեղի ունեցավ, ինքը հարմար է բոլոր օրինակ հարթակների համար, ասենք, չգիտեմ, երեք ասմունքել էի, ասմունքը LinkedIn չեմ post-ի 100%։ Այդ դրանից էլ կուզեի խոսել։ Այդ ասմունքի պահանջմունքը էլի, հա, նայում ենք մենք Մարիաննան կիսվում է տեխնիկաներով, ինչ որ տարբեր, հա, ինչ որ միջոցառումների է գնում ամբողջ աշխատանքային դաշտ, մեկ էլ տեսնում ենք Մարիաննա, ով կարդում է բանաստեղծություն, ինչ որ հետաքրքիր աֆորիզմներով է կիսվում։ Facebook-ում իրականում կամ ճանապարհորդություններս են, կամ ընտանեկան պատմություններ են, որը իհարկե կլիներ ավելի շատ, եթե ամուսինս եւ տղաս թույլ տային, որովհետեւ երկուսն էլ շատ զգուշ են վերաբերվում, տղաս հատկապես պիտի երկար բանակցեն, որ ինչ որ մի բան ինքը թույլ տա, որ իր թեմայով post-եմ։ Ամուսնուս մի փոքր ավելի հեշտ եմ համոզում, բայց էլի մեկը այսպես լիքը պատմություններ կա, որ հավես է, բայց որ դե լավ չէ մի post-ի, օքեյ, լավ չեմ post-ում։ Բայց դրա համար Facebook-ը նաև այդ ճանապարհորդություններ են, ընտանեկան պատմություններ եւ ասմունքերն է։ Փոքրուց է երևի գալիս, սիրել եմ շատ ասմունքել, հեշտ է դա ինձ տրվում նաև։ Ու էլի իմ ինչ որ միտքն է, որը ինչ որ մի բան ուզում եմ արտահայտեմ ու հասցնեմ ինքս ինձ, շատ հաճախակի բաներ եմ ընտրում, որը այդ պահին ինքս ինձ եմ ուզում ասեմ, ու որ ժամանակ եմ ծախսում այդ բանաստեղծությունը սովորեմ կամ սովորածը նորից վերհիշեմ, ինքս իմ հետ էլ է դիալոգ տեղ ունենում, հա, այդ երկխոսությունը իմ հետ էլ եմ տանում, որ նայի ես ոնց որ քեզ էլ է վերաբերվում այս ամեն ինչը։ Դրա համար այդ ներքին պահանջ կա, ինքը անբացատրելի է, really չեմ կարող ասել, բայց այսպես ես գիտեմ, որ օրինակ ուզում եմ ասենք թե վաղը ասմունք եմ ու ես այդ ինչ որ մի կամ բանաստեղծություն եկավ առաջ, որը ես կարդացի ու հասկացա, որ ես ուզում եմ ասմունքել։ Իսկ կոնկրետ այս դեպքը, այս մի ասմունքելս, մեր տաղանդավոր հրաշք բան Հարություն ջան ունենք մեր Վիվայում, մինչև հիմա իմ համար իմ գործընկերը բացահայտում էր այնքանով, որ գիտար է նվագում, երգեր է գրում, երգեր է երգում, հա, ու հանկարծ տեսա, որ առաջի ժողովածուն է իր բանաստեղծությունների, ցավոք չկարողացա շնորհանդեսին գնայի գրքի, հետո գիրքը նվեր ստացա հավթից ու այնքան սիրուն ջերմ էր գրել, հենց ինձ էր ուղղված այդ ուղերձը, որ հասկացա, որ ես պիտի մի հաստատ մի բան անեմ, որ իմ շնորհակալությունն էլ ես հայտնեմ, ու ասացի ես հեսա կկարդամ ու մի բան կընտրեմ, կասմունքեմ ու տենց շատ կարծում եմ հավես բան եմ ընտրել ու լավ էր շատ։ Ես ինքս ինձանից կողեի շատ, Հարությունից էլ նույնպես։ Այնքան լավ է, որ դուք շարունակում եք, հա, արվեստը ձեզ հետ տանել։ Մենք այսօր շատ հաճախ տեսնում ենք բիզնես ոլորտի ու
մշակույթի խզումը, զբաղվածության պատճառով, ինչ որ ավելի տեխնիկական գրքեր են կարդում, գեղարվեստական գրականությունը անտեսվում է, ոչ հաճախ են թատրոններ գնում աշխատանքային ժամերի պատճառով եւ այսպես շատ տարբեր այլ պատճառներով ու նաեւ վերջերս դուք Ավետիք Իսահակյանի թանգարանի հետ համատեղ նախագիծ արեցիք, ինչը էլի ինձ շատ մեծ ոգևորություն էր պատճառել, որ հայ հեղինակների միտքը բերել էիք բիզնես ոլորտ, այն ավելի արդիական դարձնելով ու նոր շունչ տալով։ Կուզեմ մի փոքր այդ նախագծի մասին պատմես։ Լիլիթ այդ իմ երջանկությունն էր այդ նախագիծը, ես ահավոր շնորհակալ եմ Արմինե Մկրտչյանին, ով խորհուրդ էր տվել եւ իմ անունն էր տվել, որտեւ իրեն դիմել էին գրելու համար, ինքը ինչ որ կամ չէր կարողացել կամ ժամանակ չէր ունեցել, բայց ժամանակի սուղության պատճառով, բայց իմ անունն էր տվել, ռիֆեր էր արել ինձ, լրիվ որ ասում եմ պարզապես, որովհետեւ մենք իրար շատ ենք սիրում, դա էլ հարցի մյուս կողմն է։ Եվ երբ որ առաջի անգամ լսեցի, ես միանգամից եմ հա ասել, եմ որ նույնիսկ համ հա ասեցի, համ վախեցի, ասում լավ, օքեյ, մեծն վարպետ, Ավետիք Իսահակյան, իր հեքիաթներից մեկը վերցնեմ, լավ, ինչ եմ գրելու։ Ասենք որ մարդիկ էլ հասկանան, ովքեր չգիտեն, իր նախագիծը հետևյալն է, Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված, շատ հետաքրքիր ուրեմն նախաձեռնություն է, որ արել է հենց Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը, մշակույթի նախարարությունը եւ գործոն, եթե չեմ սխալվում, գուցե սխալ չասեմ հիմա, այդ հիմնադրամից եւ այսպես էր, որ պիտի վերցնեի, մեզ տրվում էր ընտրության մի քանի գործ Ավետիք Իսահակյանի, առակներ կարող է լինել, հա, հեքիաթ կարող է լինել եւ ընտրում էիր այդ մի քանի հեքիաթից կամ առակից ինչ որ մեկը պիտի ընտրեիր եւ վերլուծեիր բիզնես տեսանկյունից։ Ինչ մեղք կթաքցնեմ, հեքիաթը մի անգամից եմ ընտրել, Նուկիմ քաղաքի խելոքները, ով չի կարդացեք, լուրջ շատ հավես հեքիաթ է, իրոք եմ ասում։ Այսպես կարդացի ու մոտս բան եղավ, մի հատ ստուպր եղավ, որ լավ, ես հիմա, օքեյ, սրա շուրջ ինչ եմ գրելու։ Տուն ունեմ 18 տարեկան տղա, Զումեր, ասում եմ լրիվ իր ամբողջ բանը հավեսով։ Ուղարկեցի հեքիաթը Հրանտիս ու ասացի մի հատ գրի էլի, դու գրի, ես հետո կնայեմ։ Եվ ուղարկեցի ամուսնուս ու այսօրվա պես հիշում եմ երեկոյան մինչև ժամը երևի 1-2 ես միացրել եմ ձայնագրություն եւ ձայնագրել եմ ինչպես են հայր եւ տղա զրուցում այդ հեքիաթի մասին։ Հայ իրանք երկուսն էլ ասեցին, որ ալարում են գրեն, բայց կխոսեն։ Ես ոնց որ ձայնագրությունը միացրել եմ։ Իրենք իրար հետ զրուցել են, այս ինչը սենց չի, բայց այս ինչը, բա այս կտորը, բա այն կտորը, ու իմ մոտ մուսաս արթնացավ, ես արդեն նստեցի, գրեցի, բայց հետո երբ որ եկավ արդեն վերջը ուղարկեցի, Աննայի հետ ծրագրի պատասխանատուներից հետ խոսում ենք, Աննան ասում է Մարիաննա ջան, դե գրի ինչ նյութեր ես օգտագործել։ Հիմա ասում եմ Աննա ջան, վիդեոները կարամ ուղարկեմ, երկու նյութ վիդեոները ոնց էր ամուսինս եւ տղաս խոսում իրար հետ եւ տեղից է ծակել ամբողջ միտքը, որ նստել գրել եմ։ Հետո հասկացա, որ չէ, այդպես չի, որովհետեւ այն որ իրենք խոսել են եւ այն որ ես գրել եմ, այդ իրոք գրել եմ այն բոլոր գրքերի հիման վրա, որ կարդացել էի ու արդեն իրոք նշեցի այն բոլոր գրքերը, որոնք իմ համար trigger են, հա, այդ եղել են այդ չխք մասը, որ դրթել են դրան, բայց ամենաառաջի կնոպկան, որ իմ մեջ սեղմել են, դա եղել է իմ ընտանիքը իրականում, որ ոնց որ ճիշտ ուղու վրա դրեցին, ես որ ուղղությամբ սկսեմ մտածել, իսկ հետո արդեն ես գրեցի, այնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս իմ հետ միասին կա եւս 5 հեղինակ եւ կան 3 ուսանողներ, ովքեր որ հաղթող տեղեր են զբաղեցրել, ուսանողների շրջանում մրցույթ էր, ունենք 3 հաղթող, իսկ մենք պարզապես արդեն հեղինակներ ենք, գիրքը վաճառվում է Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում, այս իրոք գովազդ չի, որովհետեւ ես միայն ուրախ եմ գովազդել, շատ հավեստա թեկուս գովազդել դիտարկեք, ոչինչ, ես թեթև եմ տանում, որովհետեւ կարծում եմ արժի գիրքը կարդալ, իմ հետ միասին ավելի հրաշք մարդիկ են հեղինակներ ու շատ լավն է, հաստատ արժի կարդալ, իրոք խորհուրդ եմ տալիս։ Ու շատ ուրախալի կլինի, որ նույն փորձը կիրառվի այլ հեղինակների դեպքում։ Փորձենք ամփոփել, մենք ունենք ավանդական վերջաբան, փորձիր 3
տարօրինակ փաստ մտածել քո մասին, որոնցից երկուսը կլինեն ճիշտ, մեկը կեղծ։ Եվ մեզ դիտող լսողները արդեն կփորձեն գուշակել մեկնաբանություններում գրելով, որքան հասցրին քեզ ճանաչել, որն էր կեղծ պատմությունը կամ կեղծ փաստը։ Իսկ ճիշտ պատասխանը արդեն վերջում կտեսաձայնագրենք եւ կուղարկենք ամսական բաժանորդագրությամբ միացած մեր մարդկանց։ Կարող ես հանգիստ մտածել։ Վայ։ Մեկը փոքր ժամանակ ինձ տվել են դաշնամուրի, բայց երազել եմ գնամ Պարի ու մայրիկիս հետ անդադ կռիվ եմ արել, որ ոնց չես տեսել, որ բանը մեղմ ասած թմբլ երեխա է մեծանում տա իր Պարի ոչ թե դաշնամուրի։ Մյուսը կասեմ, որ բանը շատ վախենում եմ ընկնելուց մինչև հիմա մամաս միշտ կատակում էր որ Մարինան Մարիշը մինչև 20 լեննագանցիները մինչև ընկնելը լաց կեղնի արդեն չհասցրած ընկնել ես արդեն զոհում եմ ու այդ վախը մինչև հիմա իմ հետ ոնց որ մնացել է եւ մեկն էլ կասեմ որ այս ավելի ես էլ եմ ուզում ես էլ եմ մտածում բայց ես էլ եմ ուզում լավ չասենք ես ճիշտն եմ ասում թե սխալն եմ ասում որովհետեւ դե սպոյլերություններ չենք անում Մյուսն էլ որ շատ լավ հիշողություն ունեմ ով ինձ վատ բան է արել շատ լավ հիշում եմ շատ ու երբեք չեմ մոռանում ով ինձ վատություն է արել որովհետեւ բանը ասում եմ я не зла память но я злая у меня хорошая память միշտ այդ ֆիքսում եմ Շնորհակալ եմ Մարիաննա հաճելի ու ստացված զրույցի համար Ես էլ շատ շնորհակալ եմ իրոք չզգացի բան ժամանակը գնաց Ես էլ գալուց այդ էի խոսում վերջի ինչքան ենք խոսելու ասեցի որ չես զգալու իրոք չզգացի ապրես դիլիտ Մենք Երևանում դե ապրում էինք ու երկրաշարժ եղավ ու ես տանը մենակ էի ամուսինս երկրում չէր ու ես երեխայից թողեցի պարկած ժամ 11-ներ երեկոյան թողեցի պարկած կրավատի մեջ ես վազել եմ դռան մոտ ես բռնել եմ դռան ռուչկան նոր ես հասկացել եմ որ ես երեխա ունեմ ես դռան դեմ չոքել լացել եմ ամոթից որ ես իմ երեխուն թողել եմ սենյակում ու իմ առաջի ռեակցիան ինքս ինձ փրկելն էր հետո հավաքեցի ինձ հետ եկա դուռը բացեցի պատուհանը բացեցի տեսա որ երևանցիների վեճը չի երկրաշարժը իրանք հանգիստ են դրան նայում հետո հանգստացա մի քիչ բան արեցի բայց այդ առաջի որ ասում են մատերինսկի ինստինկտ ես միշտ ամաչում եմ այդ պատմությունից որտեղ հասկացա որ իմ առաջի ինստինկտը չի եղել իմ երեխեն այլ եղել է այդ բայց այդ այնքան բնական է վախը որ ես ուղղակի վազեցի դռան մոտ հուզական ինտելեկտ գրքում էլ շատ լավ տարբեր օրինակներ կան որ առաջին ազդակը միշտ հուզական է լինում իսկ գիտակցությունը ըստ այդ թեորիայի որ գիտական ուղեղը ավելի ուշ որ բնազդը չի այդ այդտեղ տեղեկատվությունը ավելի ուշ է գալիս որ ես ունեմ նաև երեխա այնպես որ շատ վատ դեպքեր կան իրականում հա այնպես որ քեզ մի նվազրի